Ռուսաստանից միանգամից 5 չվերթ է հետաձգվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնի է դարձել Զվարթնոց օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններում չվերթերի զանգվածային ուշացումների մասին կապված ԱԹՍ-ների հարձակման պատճառով թռիչքների ժամանակավոր սահմանափակումների հետ։ Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է ԿՊԱ-ական Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ նրա արցախցիները լքել են իրենց հայրենիքը, քանի որ ստորագրվել է լուծարվան փաստաթուղթը։ Դուք եք այնպես արել, որ Ղարաբաղը դադարի լինել հայկական, որ երբ մենք խոսում ենք հնարավոր լուծումների մասին, դուք մեզ անվանում եք դավաճան, թրքասեր, ադրբեջանասեր։ Դիմելով ՀՅԴ-ին, նշել է Ռուբինյանը։ ԿՊԱ-կանը նշել է նաև, թե հաջորդ գումարման ազգային ժողովում չի կարոտի Հայաստան խմբակցությանը բացառությամբ Արծվիկ Մինասյանի։ Մեքենայի մեջ մահացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը։ Կալոշյանի մոտ կանգ է գրանցվել։ Գևորգ Կալոշյանը վերջին ժամանակներում հայ-թուրքական գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ եղել է հայկական կողմի թարգմանիչը։ Վեդիում անչափահաս քույրերի բռնության ենթարկելու գործով 2 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով ձերբակալվել են ԱԻՆ եւ ԴԱՆ ավելի վաղ։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական հետապնդում է հարուցվել ԱԻ-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով այն է խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը եւ ԴԱԻ-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով 3 դրվագ։ Գործում ներգրաված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են 15 եւ 17 տարեկան։ 65-ամյա Դավիթ Այնազյանն անցնում է 2 երեխաների գործով, 58-ամյա Արթուր Երեմյանը 1 երեխայի։ 19-ամյա կարգազանց վարորդի Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով, տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Երևանում 19-ամյա վարորդի մասնակցությամբ վթարն ու իր զվարճանքով վթարի տեսանյութը նայելը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Նախաձեռնվել է 2 քրեական վարույթ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները խախտելը հոդվածով։ Պարզվել է, որ Վարդան Մարկոսյանը Mercedes Magnitsky ավտոմեքենան ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի նախաձեռնվել է եւս 1 քրեական վարույթ։ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը հոդվածով եւ միացվել նախաձեռնված քրեական վարույթին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես սպասվում է, 5-շաբթի օրը մայիսի 7-ին կպատասխանի հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ առաջարկին, հաղորդում է CNN-ը, հողում անելով տարածաշրջանում իր աղբյուրին։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել էր. Իրանի պատասխանը ամերիկյան առաջարկ են կուղարկվի Պակիստանին, որը հանդես է գալիս որպես միջնորդ։ Իրանի նավահանգիստների եւ ծովային կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերին։ Այս մասին ասվում է առևտրային նավերի կապիտաններին ուղղված պաշտոնական հաղորդագրության մեջ։ Տեքստի համաձայն Իսլամական Հանրապետության նավահանգիստները պատրաստ են տրամադրել իրենց ծառայությունները, տեխնիկական աջակցությունը, ինչպես նաեւ բժշկական եւ սանիտարական օգնությունը։ Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավակի, որը ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մաս։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը։ Հարավային նիզակ օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավին, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Ըստ հետախուզության տվյալների, այն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրամաքսանենգության հայտնի երթուղով եւ զբաղվում էր թմրամաքսանենգության գործողություններով։ Գործողության ընթացքում սպանվել է 3 թմրահաբեկիչ, ասվում է հաղորդագրության մեջ։ Գործողության ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախազգուշացումը տրվել է հատկապես Զելենսկու հայտարարություններին ի պատասխան։ Արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է Կիևի դեմ Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե ռեժիմի
ահաբեկչական ծրագրերը իրականանան։ Սախարովան նշել է, որ եթե Կիևը հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ծրագրերը, ապա Ռուսաստանի Դաշնությունը կհարվածի Կիևին։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Թեհրանը 20 տարով դադարեցնի ուրանի հարստացումը, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տվյալներով Միացյալ Նահանգները ձգտում է Իրանում ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում սահմանել եւ պահանջում է Իսլամական Հանրապետության կողմից պահվող բոլոր հարստացված միջուկային նյութերի դուրսբերում։ Ամերիկյան վարչակազմը նաև պնդում է Սպահանի, Նաթանզի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտների ապամոնտաժման միջուկային ծրագրերի հետ կապված ստորգետնյա աշխատանքների արգելքի եւ ստուգումների վրա, հաղորդում է պարբերականը։ Նորվեգիայի կառավարությունը Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ ծրագրի միջոցով Ուկրաինային հատկացրել է $302 միլիոն ռազմական աջակցություն։ Այս մասին հայտարարվել է Նորվեգիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ներկայումս Նորվեգիան Ուկրաինային կտրամադրի մոտավորապես 2.8 միլիարդ նորվեգական կրոն, $302 միլիոն։ Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ մեխանիզմի միջոցով։ Ընդհանուր առմամբ Նորվեգիան այդ միջոցի շրջանակներում տրամադրել է ավելի քան 12.5 միլիարդ նորվեգական կրոն, $1.3 միլիարդ, ասվում է հայտարարության մեջ։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ազգային ժողովի նիստում ներկայացրել է քվեարկության արդյունքները։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը, 65 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը մայիսի 7-ին պաշտոնական այցով կգա Հայաստան։ Երևանյան երկխոսություն համաժողովի պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։ Վաղը մեր նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, սա նշանակալի իրադարձություն է, որը ուղիղ կապում է մեր ղեկավարներին, քաղաքական գործիչներին, մարդկանց եւ տնտեսությունները, ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանն ու Լատվիան հունիսին կվերսկսեն ուղիղ չվերթները միմյանց միջև, շեշտելով Հայաստանի եւ Լատվիայի շատ մոտ եւ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։ Վեդիոմ մանկապղծության գործով անցնողները երեկոյան առերեսվել են անչափահաս աղջիկներից մեկի հետ։ Այս մասին հայտնել են անչափահաս քույրերի 15 եւ 17-ամյա աղջիկների փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը, անդրադառնալով Վեդիոմ տեղի ունեցած դեպքին։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասել է, որ քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ 2 տղամարդկանց հետ եւ հաստատել է, տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության։ Եվ շատ հետաքրքիր զավեշտալի դեպք, երկու անձիկ էլ հարցաքննվում էին վկայի կարգավիճակում, դեռևս նրանք չունեն, ես ասեմ, որպես իրավապաշտպան իրավունք չունեմ հաշվի առնենք անմեղության կանխավարկածը, ուրեմն ես այս են դեպքն է, որ ես որպես այսքան տարվա փաստաբան պատրաստ եմ անգամ օրենքը խախտելու եւ անցնելու այդ սահմանը, ոչ մի անմեղության կանխավարկածով էլ չեմ ասում, լավ էլ ասում եմ, մանկապիղծ ու իրանք պետքա դատապարտվեն ու իրանք արել են այդ ամեն ինչը, այս են դեպքը չի, որ ես պիտի ասեմ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ լինի, 4 օրվա ընթացքում այնքան բան լսեցինք այս երեխեքից ու մենք որ պատկերացնում ենք այս երեխեքը, թե ինչեր են տեսել ու ինչերի մեջով են անցել ու այսօր էլ անցան ու դեռ անցնելու են, ոչ մի անմեղության կանխավարկածի մասին էլ խոսք չկա, երկու այդ անձիկ էլ տարեց բառեր էլ չեմ գտնում դրանց հասցեին ասելու մանկապիղծները, այո, նրանք Այնասյան, Արթուր Երեմյան կարծեմ, Արթուր Երեմյան։ Երկուսի մասով էլ, երկուսն էլ բառ չունեմ ասել, վկա է։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով էլ անչափահասներին վերաբերող այս դեպքը հանրային մեծ հնչեղություն է ստացել, դրա մասին խոսվում է արդեն 3 օր, սակայն պատկան մարմինները քնած են։ Միանշան է։ Փետրվարից հետո դեպք է տեղի ունեցել։ Դրա պատասխանատուն ով է լինելու։ Փետրվար ամսին վարույթ է նախաձեռնվել, հաղորդում ա եղել, տվյալներ ա ստացվել արդեն։ Ինչով են զբաղված եղել, ոստիկանությունը ինչով էր զբաղված, ուր էր իրանց օպերատիվ բլոկը։ Վեդիի դեպքը եզակի
որոշակի չէ։ Նման դեպքեր արձանագրվել են նաև Շիրակի եւ Գեղարքունիքի մարզում։ Այս մասին այսօր ազգային ժողովում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ինչու Վեդիում անչափահաս քույրերին բռնության ենթարկելու դեպքով չկա կալանավորված անձ, երբ կան դրա համար բոլոր հիմքերը։ Ունենք իրավիճակներ, որ երեխաները ներգրաված են եղել պոռնոգրաֆիական նյութերի պատրաստման մեջ Շիրակի մարզում եւ Երևանում։ Այս ցավալի քարտեզագրումը միայն այս դեպքով չի, որ ինձ հայտնի է։ Երբ Գեղարքունիքի մարզում մի քանի տարի առաջ նման իրավիճակ եղավ, մենք միջնորդագիր ենք ներկայացրել իրավասու մարմիններին, որ դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որ կանխարգելիչ գործառույթ ունեն, նշել է Աննա Վարդապետյանը։ Երևանում վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Վարույթը նախաձեռնվել է խուլիգանություն եւ տրանսպորտային միջոցները հարբած ու առանց իրավունքի վարելը հոդվածներով։ Նշենք, որ երիտասարդը նաեւ տեսանյութ էր տարածել, որտեղ նա հեռուստացույցով դիտում է վթարի մասին պատմող ռեպորտաժն ու զվարճանում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։ Ադրբեջանի հետ կան չլուծված հարցեր պահվող անձինք ունենք։ Սահմանին կրակոցների հետևանքով 1 տարուց ավելի է զոհեր չունենք։ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Երևանյան երկխոսության համաժողովի ընթացքում այսպիսի հայտարարություններ է հնչեցրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայկական Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ ցանկանում են պատմական Հայաստանի սահմաններով պետության մասին, բայց պետք է հասկանալ, այժմ ապրում ենք իրական Հայաստանում։ Մենք մեծ հայկական Սփյուռք ունենք եւ դա կարեւոր գործիք է, բայց պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են ու իրենց տեսակետները կարող են չհամընկնել։ Սփյուռքի մի զգալի հատվածը հայոց ցեղասպանության վերապրողների սերունդն է։ Շատերը ցանկանում են ավելի մեծ պատմական Հայաստան տեսնել, մի Հայաստան, որը գոյություն է ունեցել, փառահեղ ու հարուստ անցյալ է ունեցել։ Այսօր դա երազ է, իրական Հայաստանը չէ։ Մենք այսօր ապրում ենք հստակ այս տարածաշրջանում այս հարևանների հետ, նշել է արտաքին գործերի նախարարը։ Իրանը իր պայմաններն է ներկայացրել ԱՄՆ-ին, այդ թվում բոլոր ճակատներում հրադադարը, հաղորդել է Ալ-Մայդինը։ Հեռուստաալիքի տվյալներով պակիստանյան կողմը շարունակում է իր ջանքերը միջնորդելու համար։ Թեհրանը ներկայացել է իր պայմանները եւ հաստատում է, հրադադարը պետք է ընդգրկի բոլոր ճակատները, ինչպես ընդգծել է հեռուստաալիքը, գնդակը Վաշինգտոնի դաշտում է։ Իրանում էպիկական ցասում գործողության նպատակները իրագործվել են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք հասել ենք այս գործողության նպատակներին, այժմ մենք մեկնարկել ենք ազատություն նախագիծ գործողությունը, ընդգծել է պետքարտուղարը։ Միջազգային կազմակերպությունները, այդ թվում ՆԱՏՕ եւ ՄԱԿ-ի կառույցները ավելի ու ավելի են նմանվում զոմբի կազմակերպությունների, արդիականության կորստի, գերտերությունների աջակցության եւ ներքին ճգնաժամերի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով փորձագետներին։ Հոդվածի հեղինակների կարծիքով 1930-ականների եւ 2020-ականների միջև անհանգստացնող զուգահեռն այն է, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր որոշ միջազգային հաստատություններ նմանվում են քայլող դիակների։ Գործակալությունը հիշեցրել է, որ 1930-ականներին ազգերի լիգան նման զոմբի համակարգ էր, որը գոյություն ուներ պաշտոնապես, բայց իրականում չուներ խոշոր տերությունների աջակցությունը։ Այսօր հոդվածի հեղինակների կարծիքով զոմբիների ցանկում են ՆԱՏՕ-ն, առևտրի համաշխարհային կազմակերպությունը, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, ինչպես նաև միջազգային քրեական դատարանը եւ ՄԱԿ-ի այլ կառույցներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ավելի լայնածավալ եւ ինտենսիվ ռմբակոծություններով, քան նախկինում էր, եթե համաձայնության չհասնեն։ Եթե նրանք չհամաձայնվեն, ռմբակոծությունները կսկսվեն եւ ցավոք դրանք կլինեն ավելի մեծ եւ ինտենսիվ, քան նախկինում, նշել է նախագահը։ Սեուլի Ջոյգեսա բուդայական տաճարում տեղի ունեցել մարդանման ռոբոտի ձեռնադրության արարողություն։ Միջոցառումը տեղի ունեցել Ջոյգեսա միաբանության գլխավոր տաճարի տարածքում, Բուդդայի ծննդյան տոնակատարություններից առաջ։ Արարողությունից հետո 130 սանտիմետր հասակով ռոբոտին անվանել են Գաբի, որը թարգմանաբար նշանակում է կարեկցանք։ Նա կրում է ավանդական վանական զգեստներ եւ ծիսակատարության ժամանակ երթվել է պահպանել կրոնական պատվիրանները, այդ թվում չվնասել եւ էներգիան խնայողաբար օգտագործել։ Չոգե միաբանությունը նշել է նախաձեռնությունը խորհրդանշում է տեխնոլոգիայի եւ ավանդույթի համակեցությունը։
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել, որոնք արդյունք կտան, հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Մենք անշուշտ բաց ենք, ինչպես միշտ ընդգծել է Ռուսաստանի ղեկավարությունը, բանակցային գործընթացի իրական ազդեցություն, իրական արդյունք ունեցող շփումների համար, նշել է դիվանագետը։ Նա հայտնել է ամերիկյան կողմից երկխոսության համար պատասխանատու պաշտոնյաները ներկայումս լիովին ներգրաված են Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։ Մենք մեր կողմից չենք հրաժարվել բանակցային գործընթացի, շփումների եւ հանդիպումների հայեցակարգից, որոնք ուղղված են մեր կողմից նշված արդյունքին հասնելուն, հավելել է Զախարովան։ Իրանն ունի խաղաղ միջուկային էներգիայի նախագծեր իրականացնելու օրինական իրավունք, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանին։ Միջուկային հարցի վերաբերյալ Չինաստանը բարձր է գնահատում Իրանի հանձնառությունը չմշակել միջուկային զենք։ Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ Իրանն ունի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման օրինական իրավունք, ընդգծել է արտգործնախարարը։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, եթե Մոսկվայի կողմից մայիսի 8-ից 9-ին հայտարարված հրադադարը խախտվի, ապա ռուսական բանակի պատասխանը կլինի անխնա։ Նրա խոսքով Ուկրաինան փորձում է սադրանքների միջոցով խաթարել հրադադարի նախաձեռնությունը։ Ռուսաստանցի սենատորի պնդմամբ հրադադարի նախօրեին Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ղրիմի Ջանկոյ քաղաքին, որի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հաստատել է նաև անօդաչու թռչող սարքերի հարձակումը տարածաշրջանի վրա։ Ջաբարովը համոզված է, այս գործողությունները նպատակ ունեին հրահրել Ռուսաստանին խափանելու հրադադարը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայել Պոդոլյակը հայտարարել է. մայիսի 9-ին Մոսկվայի երկնքում կարող են հայտնվել ուկրաինական անօդաչու սարքեր։ Նրա խոսքով Կիևը չի ծրագրում հարված հասցնել հաղթանակի շքերթին, սակայն Ուկրաինայի զինված ուժերի դրոնները կարող են թռչել Կարմիր հրապարակի վրայով եւ այնուհետեւ շարունակել առաջադրանքների իրականացումը այլ ուղղություններով։ Մեր դրոնները կարող են անցնել Կարմիր հրապարակի վրայով եւ հետո շարունակել թռիչքը դեպի այլ թիրախներ, հայտարարել է Պոդոլյակը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան եւ Իրանը, ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը եւ Իրանը, ասվում է հայտարարության մեջ։ Պետդեպարտամենտի տվյալներով զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում արդեն անվանում են արտաքին քաղաքական կուրսի հարաքվե։ Երկիրը կանգնած է ընտրության առաջ, պահպանել ավանդական գործընկերային համակարգը, թե շարժվել դեպի եվրոպական ինտեգրում, իր հնարավոր ռիսկերով։ Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրճատվել է շուրջ 5.1 միլիարդ դոլարով, ինչը հարված է արտահանմանն ուղղված ոլորտներին։ Միաժամանակ աճում են գները, իսկ կրթության ոլորտում գնաճը հասել է 8.3%-ի։ Երիտասարդների գործազրկությունը կազմում է 26% եւ ընտանիքների զգալի մասը հետաձգում է երեխա ունենալու որոշումը։ Օրինակ են բերվում նաեւ այլ երկրներ։ Մոլդովայի դեպքում տնտեսական դժվարություններ, Հունգարիայի դեպքում քաղաքական ճնշումներ, Վրաստանի դեպքում եվրոպական գործընթացների դադարեցում ինքնիշխան որոշումներից հետո։ Առանձին մտահոգություն է առաջացնում նաեւ արժեքային դաշտը։ Քննադատների կարծիքով եվրոինտեգրման գործընթացում վտանգի տակ կարող են հայտնվել ազգային եւ մշակութային հիմքերը։ Մասնավորապես նշվում է, որ հայ առաքելական եկեղեցին որպես ազգային ինքնության կարևոր հենասյուն հաճախ հայտնվում է քննադատության թիրախում, իսկ հասարակության մեջ ակտիվանում են արժեքային հակասությունները։ Այսպիսով առաջիկա ընտրությունները ոչ միայն իշխանության ձևավորման, այլև երկրի զարգացման ռազմավարական ուղղության ընտրության մասին են։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատում է եվրոպական քաղաքական համայնքի եւ Եվրամիության գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան եկած պաշտոնյաներից ոչ ոք չայցելեց Մայրաթոր։ Սպասում էի, որ ԵՄ որևէ պաշտոնյա նախագահ վարչապետ կայցելի Էջմիածին, կայցելի Մայրաթոր, եւ սա առաջի անգամ էր, որ նման այց չեղավ, որովհետեւ բոլորը տեղավորվեցին Նիկոլի հայ առաքելական եկեղեցուն հայտարարած պատերազմի մեջ։ Եվ այո, այս առումով նաեւ արժե համակարգային առումով նաեւ դա շատ մեծ ցնցում է լինելու Հայաստանի համար։
քաղաքական գործչի դիտարկմամբ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, ինչ է լինելու Հայաստանի հետ աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձից հետո, ինչ է սպասվում մեր այն հայրենակիցներին, ովքեր 100,000-ներով պայմանագրեր ունեն Ռուսաստանում եւ ինչ ճակատագիր են ունենալու տրանսֆերտները։ Տեսեք, Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, ինչ է լինելու Հայաստանի հետ աշխարհաքաղաքական այս կտրուկ շրջադարձից հետո, ինչ է լինելու մեր հայրենակիցների հետ, ովքեր 100,000-ներով պայմանագրեր ունեն Ռուսաստանում, ինչ է լինելու այն տրանսֆերների հետ, որոնք ամենաշատն են գալիս Հայաստան եւ այստեղ 100,000-ավոր ընտանիքներ ապրում են այդ տրանսֆերների հաշվին։ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն ինչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ, եթե ռուսական շուկան մեր գյուղմթերքների համար իր դռները փակի, ինչը արդեն սկսել է, Զուկը, Ծաղիկը, նաև այդ մարքեթփլեյսերում Օզոն եւ Վալբերիս հայկական այդ մարքեթփլեյսերը հայաստանյան փակվել են, առաջիկայում կարծում եմ նույնը լինելու է նաև Ծիրանի հետ։ Երգիչ երգահան Դավիթ Ամալյանն էլ խոսելով ԵՄ անդամակցության հեռանկարի եւ դրա հետևանքների մասին նշում է. Եվրամիությունը ասվածը մեր տարածաշրջանում ըստ էության նույնացվում է Թուրքիայի հետ։ Եվրամիությունը ասածը մեր տարածաշրջանում Թուրքիան է։ Եթե համամիտեք Թուրքիայի հետ մտերիմանանք, իսկ Թուրքիայի ավելի մտերիմ եւ այս պահի մեծ ցավոք սրտի ուժերը Ադրբեջան։ Եթե կարող են քնվել իրանց, եկեք քնվենք։ Դա ուղղակի այն մարդիկ, ովքեր այդպես են կարծում, ովքեր ուժի կարիք ունեն։ Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, ըստ Ամալյանի պետք է ընդունել, որ մենք նույնպես միշտ չէ, որ ճիշտ ենք վարվել նրանց հետ։ Իսկ ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, որոնց մենք էլ լավ չվարվեցինք, նես չի, որ հիացած են իրանց ջերմացածությամբ, խոսքս հասկացակում մասին է, բայց ամեն դեպքում մենք էլ իրանց հանդեպ միգուցե պես չվարվեցինք, դրա համար համապատասխան բան ստացանք։ Հայաստանը ստանում է Եվրասիական միությունից հսկայական տնտեսական օգուտներ։ Օրինակի համար հայկական ծիրանի 86%-ից ավելին արտահանվում է Ռուսաստան եւ ընդամենը 0.5%-ի չափով Եվրամիություն։ Մեծ զրույցում նման դիտարկում է արել ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը, հավելելով, որ այս պահի դրությամբ Հայաստանը ստանում է Եվրասիական միությունից հսկայական տնտեսական օգուտներ։ Զրուցակիցը օրինակ է բերում հայկական ծիրանի 80.6%-ից ավելին արտահանվում է Ռուսաստան եւ ընդամենը 0.5%-ի չափով Եվրամիություն։ Ադրբեջանի տարածքով մայիսի 6-ին Հայաստան կտեղափոխվի պարարտանյութ եւ հացահատիկ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ, 4 վագոն հացահատիկ։ Արամ Ավեհափար Հայրապետը հանդիպում է ունեցել ամենապատիվ եւ գերերջանիկ տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանի հետ։ Հանդիպանը ներկա են եղել նաեւ Նարեկ arczepiskopos Ալեմեզյանը եւ Տաճաճ եպիսկոպոս Աշղյանը։ Հանդիպան ընթացքում քննարկվել են մերի եկեղեցիների համագործակցության, ինչպես նաեւ Վեհափար Հայրապետի Վատիկան կատարելիք այցելության հետ կապված հարցեր։ Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում գագաթնաժողովի արդյունքներն անփոփոխ համատեղ հռչակագիրը, այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Այլ փաստաթղթերի շարքում էր նաև ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարություն, որը ստորագրեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ Եվրոպական հանձնաժողովի Օնլայնման եւ Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության եւ Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Ավարտվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն, նրան Գյումրիից մինչև օդանավակայան ճանապարհել է Նիկոլ Փաշինյանը։ Ֆրանսիայի նախագահը Հայաստան էր ժամանել մայիսի 3-ին, Մակրոնին դիմավորել էին Վահագն Խաչատուրյանը, Մհեր Գրիգորյանը, Ժաննա Անդրեասյանը, Տիգրան Ավինյանը եւ Վահան Կոստանյանը։ Մակրոնը մասնակցել է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, տեղի է ունեցել Փաշինյանի եւ Մակրոնի առանձնազրույցը։ Եվ վերջում արդեն 3 Գյումրիում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգը, որին մասնակցել են Մակրոնը, Փաշինյանը, Խաչատուրյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որից հետո Նիկոլ Փաշինյանը ճանապարհել է Մակրոնին։ Մայիսի 5-ին Երևանյան երկխոսություն 3-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քլեչի հանդիպումը։ Կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի ներկա առաջընթացի վերաբերյալ եւ ողջունել են Գյումրի կարծ երկաթուղու վերականգնման եւ գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի վերջերս տեղի ունեցած հանդիպումը։ Այդ համատեքստում նրանք ընդգծել են Հայաստանի եւ Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը ապահովելու
երկաթուղու հնարավորինս արագ գործարկումը։ Ավելին, հատուկ ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։ Նրանք ընդգծել են, որ այդ նախաձեռնությունը կակտիվացնի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապը եւ նշանակալիորեն կնպաստի տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Ամերիկյան երրորդ հրթիռային ավիակիրը USS Rafael Peralta-ն ազատություն առաքելության շրջանակում անցնելով Հորմուզի նեղուցը մտել է Պարսից ծոցի ջրային տարածք։ Այս մասին հայտնել է CBS News-ը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ Ըստ այդ տվյալների, ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր 3 նավերը, այդ թվում USS Traction եւ USS Mason էսմինեցները ներկայումս գտնվում են Հորմուզի նեղուցից դեպի արևմուտք ընկած շրջանում եւ սպասում են հետագա հրահանգների։ Պաշտոնյաների խոսքով այս ուժերը պաշտպանական բազմաշերտ համակարգի մաս են կազմում։ Այն ներառում է ռազմական նավեր, ավիացիա եւ հոպ միջոցներ։ Վերջինս նպատակ ունի պաշտպանել Պարսից ծոցի նեղուցով դուրս եկող բոլոր առևտրային նավերը։ ԱՄՆ վարչակազմը որոշել է կասեցնել ազատություն գործողությունը, որը կազմակերպվում է նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով, մինչև ստանա տեղեկատվություն այն մասին, որ Իրանի հետ գործարքի շուրջ բանակցությունները կարող են հաջողությամբ ավարտվել եւ համաձայնության գալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, ԱՄՆ-ն համապատասխան հարցում է ստացել Պակիստանից եւ այլ երկրներից։ Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած լիակատար շրջափակումը կմնա, ազատություն նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի, տեսնելու համար արդյոք բանակցությունները կարող են ավարտվել եւ համաձայնագիր ստորագրվել, նշել է նախագահը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռիսկի է դիմում միջուկային հարված հրահրելու Ուկրաինայի տարածքում, եթե հաղթանակի օրը հրաման տա Մոսկվայի վրա հարձակում գործել։ Նման տեսակետ է հայտնել Գերագույն Ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Ուկրաինայի վրա միջուկային հարված հասցնելու համար Զելենսկուն անհրաժեշտ է միայն հարձակվել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթի վրա, նշել է պաշտոնյան։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի Դաշնության դեմ իր պատժամիջոցները 18 կետով։ Մեծ Բրիտանիան սև ցուցակում ներառել է 8 ընկերություն եւ 10 անհատի։ Մասնավորապես սահմանափակումներ են դրվել Ալաբուգա Start ծրագրի մի քանի աշխատակիցների, ինչպես նաեւ Ռուսաստանի, Բելարուսի եւ Ֆրանսիայի մի շարք ընկերությունների եւ քաղաքացիների վրա։ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել, դա տեղի է ունեցել քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը երկրում շարունակվում է ապրիլի վերջից։ Ռումինիայի նախագահը պաշտպանել է կառավարության անվստահություն հայտնելու հարցը, ինչից հետո նախարարների կաբինետը փաստացի վայր է դրել լիազորությունները։ Այժմ երկրի ղեկավարը պետք է առաջարկի վարչապետի նոր թեկնածու։ Եթե խորհրդարանը 2 անգամ մերժի առաջարկված տարբերակները, նախագահը իրավունք կստանա լուծարելու խորհրդարանը եւ նշանակելու արտահերթ ընտրություն։ Ուկրաինան առանց արևմուտքի օգնության նույնիսկ 2 օր չի դիմանա, հաղորդել է ամերիկյան Foreign Policy ամսագիրը, հղում անելով Կիևին զենքի մատակարարմամբ զբաղվող երկրի անանուն դիվանագետի։ Հրապարակման աղբյուրի խոսքով ԱՄՆ պաշտոնյաները վստահ են, Ուկրաինան չի կարողանա 1 կամ 2 օր գոյատևել առանց միջազգային աջակցության։ Միևնույն ժամանակ նրանք Կիևին ուղարկում են խրախուսական ազդանշաններ։ Եվրոպական այլ դիվանագիտական աղբյուրներ ամսագրին հայտնել են, քիչ վստահություն կա Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ ծրագրի շրջանակներում Ուկրաինային զենքի սարքավորումների եւ զինամթերքի հետագա մատակարարումների հարցում։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 7-ից 9 ժամանակ առ ժամանակ 10 եւ 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Մայիսի 7-ից 8-ի գիշերը եւ առավոտյան ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց-ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի եւ 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ից 11 աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։